Բարև ժողովուրդ ջան, բարև հայր ջան։ 2 օր է մնացել ընտրություններին, կարևոր եմ համարում կիսվել ձեզ հետ իմ վերլուծություններով, սպասումներով եւ կանխատեսումներով։ Նախ եւ առաջ, ինչու են այս ընտրությունները շատ կարևոր եւ մեր բոլորի մասնակցությունը շատ կարևոր է։ Նախ եւ առաջ, եկեք հասկանանք այսօր Հայաստանի առաջ դրված մեծ խնդիրները եւ սպասվող արհավիրքները։ Իշխող կուսակցությունը ասում է, որ խաղաղություն է լինելու։ Այո, լինելու է խաղաղություն, եթե կատարվեն թշնամու բոլոր պահանջները։ Դա միանշանակ է, դա երևում է տարիներ շարունակ բոլոր զիջումների հետևանքով, արդեն մենք հասկանում ենք, որ զիջել եւ հիմա կարևոր զիջումներն է լինելու, դա թրիփ կոչեցյալ, Թրամփի ուղի կոչեցյալ, բայց դեռ վերջերս օրեր առաջ Ալիևի կողմից հնչեցրած Զանգեզուրի Միջանցք պրոյեկտը, որը իհարկե ինչպես նախատեսվել էր որպես Միջանցք, այդպես էլ իրագործվում է։ Անուններ են փոխվում, վերահսկողներ են փոխվում, դա ամենը արվում է, որպեսզի հայ ժողովուրդը հավատա, որ ինչ որ միգուցե մի օգուտ կա դրա մեջ։ Բայց օգուտ չի կարա լինի, կամ մենք կարող ենք օգուտ վերցնել, բայց գլխավոր իհարկե պահանջը եղել է Թուրքիայից, Ադրբեջանից։ Ինչու է Հայաստանը Միջանցք կամ որևէ ճանապարհ տալիս, երբ որ համաձայնվել է հանձնել ամբողջ Արցախը։ Այս հարցը բոլոր բանական մարդկանց պետք է տանջի։ Ինչու ենք մենք պարտք մնացել ինչ որ մի Միջանցք։ Ինչու։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը այնքան է հանձնել եւ այնքան կոմպրոմատ կա նրա վրա, որ նա պարտավոր է հանձնել նաեւ Հայաստանից մասեր։ Անկլավները հանձնել, ադրբեջանցիների մուտքը թույլատրել, այս ամենը Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անել, որովհետև ամբողջ աշխարհի մեծերը եւ Հայաստանում կարևոր մարդիկ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է եւ նա վաճառել է Արցախը եւ ուստի այդ ամենը ջրի երես չգալու պատճառով նա պետք է շարունակի հանձնել։ Սա չի հերքվել ոչ մի տեսակի, մենք ուզում ենք, որ այն հանձնաժողովի զեկույցը, պատերազմի հանձնաժողովի զեկույցը, որ պետք է հրապարակվեր, ինչ որ կերպ կարող էր արդարացնել, որ եղել են նաև այլ հանգամանքներ։ Ոչ, իշխանությունը չի հրապարակել դա, ուստի ես վստահ ասում եմ, Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է։ Եվ վերլուծելով, թե ինչու ենք մենք գնում շարունակաբար զիջումների, հասկանում ենք միայն այդ պատճառով։ Աշխարհի մեծերը, գերտերությունները, ղեկավարները եւ Ալիևն ու Էրդողանը ունեն բոլոր կոմպրոմատները Նիկոլ Փաշինյանին հայտարարելու Հայաստանի Հանրապետության հանդեպ կատարած մեծ պետական դավաճանությունը, որի համար ինքը կրելու է շատ մեծ պատիժ։ Որպեսզի դա չիրականանա, Նիկոլը անհապաղ պետք է վերընտրվի։ Եվ այո, լինելու է խաղաղություն։ Նա հանձնելու է ամենը, անելու է ամենը, ինչ թշնամին պահանջում է եւ մեզ իհարկե ոչ մեկ չի կրակելու, չի զավթելու, այլ ուղղակի տարիներ շարունակ գրավելու են, կլանելու են եւ ի վերջո ոչնչացնելու են։ Ինչպես կարելի է դա կանխել։ Հաղթում է հակառակ ուժը։ Ինչ է անում հակառակ ուժը։ Նիկոլ Փաշինյանի ասելով լինելու է պատերազմ։ Այո, այս անգամ էլ նա չի ստում։ Լինելու է պատերազմ, որովհետեւ Ալիևն ու Էրդողանը ստեղծել են Հայաստանի համար այն պայմանները, որտեղ Հայաստանը որոշում չունի։ Եթե մնում է Նիկոլը, ստորագրությամբ է ամենահանձնվում, եթե չի լինում Նիկոլը, Ալիևն ու Էրդողանը աշխարհին հայտարարում են, որ Հայաստանը պատերազմի ձգտող ռևանշիստական պետություն է, եկել է նոր իշխանություն, որը պատերազմ է ուզում եւ չի ուզում անել այն, ինչ խոստացել է նախորդ իշխանավորը Նիկոլ Փաշինյանը, հասկանում եք, Թրամփի մոտ Նիկոլը ստորագրել է։ Հիմա Ալիևը ասելու է Թրամփ ջան, քեզ բանի տեղ չեն դնում, այս նոր ղեկավարը չգիտեմ ով է լինելու։ Ինքը քեզ բանի տեղ չի դնում, ստորագրել ենք, պիտի տա։ Բնականաբար նոր քաղաքական ուժերը, որոնք պիտի հաղթեն, նրանք կամ անելու են նույնը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, կամ հրաժարվելու են եւ դրանով իրավունք են տալու Ալիևին հարձակվել։ Լինելու է արագ բլիցկրիգային պատերազմ, որտեղ Ադրբեջանը գրավելու է հարավային Սյունիքի հարավային մասը եւ այն հասանելիքը մի բան էլ ավել, շատ ավելի ավել այս անգամ, քան
պայմանագրերով նրան խոստացված էր։ Եվ մեզ չի պաշտպանելու ոչ Ռուսաստանը, որովհետև Պուտինին են խոստացել, որ այդ տարածքները պիտի տան։ Ռուսաստանը ինչպես Արցախում տեր չկանգնեց մեզ, այդպես հիմա տեր չի կանգնելու եւ այս Ռուսաստանի հետ վատթարացումը, արհեստական վատթարացումը միայն եւ միայն նրա համար է, որ Ռուսաստանը արհամարական դիրք ընդունի մեր հանդեպ եւ չմիջամտի։ Ամերիկանն իրեն վիրավորված է համարելու, որ իր Թրամփի ստորագրած երաշխավորված պայմանագիրը չի իրականացվում, բնականաբար պատերազմը տեղի է ունենալու եւ ոչ ոք եւ անգամ Իրանը չեն միջամտելու։ Դրանից հետո իհարկե պատերազմը կանգնացնելու է Ռուսաստանը եւ վերջնական այս եղած Հայաստանը վերցնելու է իր հովանավորության, այսպես ասած, տակ, պաշտպանության տակ, մտնելու են շատ ավելի մեծ քանակի զորքեր, որոնք երաշխավորելու են Հայաստանի մնացած հյուսիսային մասի անվտանգությունը։ Իսկ հարավային մասը, ինչպես տարիներ շարունակ մնալու է որպես ոնց որ կար Արցախը, այդպես մնալու է Սյունիքը, մնալու է արդեն իրենց կողմից գրաված, այդպես կանչված մենք ենք յանում գրավել մեր Արցախը, տենց իրանք են գրավել հիմա իրանց Զանգեզուրը եւ մնալու է այսպես մեծ պատմություն, վեճի պատմություն նորից տասնյակ տարիներով։ Սա հեչ լավ տարբերակ չի, դրա համար պետք է գտնենք լուծում, պետք է լինի երրորդ ուժը, որը չի մտնում սրանց պլանի մեջ։ Հիմա գալիս ենք ընտրություններին։ Եվ այսպես ընտրությունների հզոր ռեսուրսներով, վարչական ռեսուրսներով, փողերով, պլակատներով, երգերով, պարերով, համերգներով, խորովածներով, գինիներով գնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Նրան հակադրվում են Ուժեղ Հայաստան, Պրոստը Հայաստան եւ Բարգավաճ Հայաստան։ Այս տարատեսակ հայաստանցիների համախմբությունը մեկ բլոկ է իրեն համարում, պաշտոնապես մեկ բլոկ է, փորձում են ստեղ Թաթոյան Արմանին էլ մտցնել, բայց ես հանել եմ անկեղծ Թաթոյան Արմանի կուսակցության միասնական թվեր կուսակցության շարքերում կամ մարդիկ, որոնց ես հարգում եմ, Շահեն Հարությունյանի օրինակ ներկայությունը ինձ թույլ չի տալիս, որ լիարժեք գումարեմ այս բլոկին եւ ճիշտ ասած ռեյտինգը կարծես թե այն չէ, ինչ որ նրանք ցանկանում էին եւ առանձին այս բլոկի մեջ չենք դնում Թաթոյանին։ Այս երեքը գլխավոր մրցակիցներն են քաղաքացիական պայմանագրով։ Եվ եթե լսում եք Նիկոլի եւ նրա ուսապարկերի զրույցները, միայն եւ միայն այս երյակի մասին է։ Ստեղ են բռնում, ստեղ են դատում, գախնալսում են ամենօրյա ռեժիմով բոլոր դեպուտատները հերթով ստացել են հրահանգ կատարել սրանց գովազդը։ Ինչի է քաղաքացիական պայմանագիրը սրա գովազդը անում եւ ինչու է քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ինչ հիմարություն ասես անում։ Թույլ տվեք ես ենթադրեմ, որ քաղաքացիական պայմանագիրը իմանալով այն նախորդ ասածը, որ կամ ինքը ստորագրում է այն ամենը, կամ պասա տալի է մարդկանց եւ լինելու է պատերազմ եւ Ալիևը ստանալու է, այս խաղում Նիկոլ Փաշինյանը ունի երկու կարծիք։ Բոլորիդ թվում է, որ Նիկոլ Փաշինյանը այնքան փառամոլ, այնքան իշխանասեր աթոռին կպած մարդ է, որ էլ չի փոկվի։ Նույն զրույցը մենք վարում ենք, երբ որ Սերժ Սարգսյանը պիտի հեռանար, մարդիկ ասում ոնց կարա Սերժ Սարգսյանը գնա։ Այդքան փող են բաներ, հիմա մեկը գա դա խլի, իշխանությունը խլի, մարդը նախագահ է, սաշիկ մաշիկներով շրջապատել երեն չի տա։ Տվեց։ Причем եկեք խոստովանենք, որ Սերժ Սարգսյանը տվեց իշխանությունը, չեն խլե իրանից։ Տվեց իշխանությունը։ Ինչի համար, որ Արցախի անկումը չկապվի Սերժ Սարգսյանի անվան հետ։ Ու անգամ եթե Փաշինյանը փորձում է մի ձև կապել, նախկիններն են մեղավոր, նախկինները ասում են դու ես հանձնել։ Դու ես հանձնել, նախկիններն են բոշա փչացած, ով է պատասխանատուն Արցախի անկման։ Ոչ ոք։ Ով է պատասխանատու լինելու Սյունիքի անկման։ Եթե Փաշինյանը ստորագրում է այն ինչ որ ինքը մինչև հիմա նախապատրաստել է, պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Եվ եթե ինչ-որ մի բան չեղավ, վաղը մյուս օրը Ադրբեջանը ընդլայնվեց, կոնֆլիկտային իրավիճակ ստեղծվեց այդ Միջանսկի տարածքում, ինչ որ մի առիթ է լինելու, որ Ադրբեջանը պատերազմ հայտարարի նորից, ասելով, որ դուք ադրբեջանացիած եք, հայերը մեկա պատերազմ են, ուզում պատերազմը հայտարարում, մտնում է գրավում է Հայաստանը։ Ով է մեղավոր Նիկոլ Փաշինյանը։ Ուզում է Նիկոլ Փաշինյանը դրա մեղավորությունը ուներ։
Կարծում եմ այսքան մեջը մարդ չէ, վախ կա, որ իրան այդ արարքի համար արդեն հաստատ իրա զոմբիները չեն ների, ուտելու են իրան, իրա զոմբիները իրան ուտելու են։ Դրա համար եկեք հասկանանք, ինչ է կատարվելու, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանություն։ Լինելու են սևերը։ Այս սևերը գալիս են իշխանության, Ալիևը հայտարարում է, ու իրաց դեմ են տալի, ասում են, ստորագրում եք սա։ Այս մարդիկ եթե ստորագրում են, բոլորս ասում եք, էլ ինչով եք տարբերվում Նիկոլից։ Հիմա խոսքի մեջ իրանք արդեն ակնարկում են, փորձում են հասկանալ ոնց է, եւ ես անձամբ կանխել եմ դա, չի կարա լինի Արցախի ուրացում։ Չի կարա Արցախցին գնա Ադրբեջանի մեջ ապրել թեզը սուտ է, կեղծ է։ Հետագայում մի բան հզորանանք, ուժեղանանք, վերցնենք, կեղծ է, սուտ է, դուք հիմա համաձայնվում եք, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Եթե դուք հիմա արդեն շոշափում եք, համաձայնվում եք, ես ընդդիմանում եմ, միգուցե դուք հիմա ընտրվելուց հետո հայտարարեք, որ չէ, Արցախը այնուամենայնիվ Հայաստան է։ Կամ դուք ընդունելու եք Նիկոլի թեզը եւ տալու եք թրիպը, ինչի եք դուք տալու, ես հարցը քիչ առաջ տվեցի։ Ինչի պարտք ենք մնացել։ Նիկոլն է պարտ մնացել, դուք էլ եք պարտ մնացել։ Ինչի եք դուք տալիս։ Բայց այս բոլորը հիմնականում ուժեղ Հայաստանը ասում է, այո, միջանցքը տալու ենք, բայց դա լինելու է ավելի ուժեղ միջանցք։ Ուժեղ խաղաղություն, ուժեղ միջանցք, ուժեղ ադրբեջանցիներ են գալու, ուժեղ են անկլավները հանձնելու։ Ես չեմ հասկանում դուք ինչ ուժեղ բան եք ուզում, ավելի Նիկոլից ավելի ուժեղ բան եք ուզում անել։ Դրա համար իրանք հավանաբար ասելու են, չէ, այդքան էլ չի, վերանայենք թրիպը, հիմա խոսքա գնացել, պիտի վերանայենք, այդ վերանայելը դառնալու է ջանջալացնելու process-ը, ջանջալացնելու ինչ-որ մի մեխանիզմ, որը Ալիևը կանխելու է, որովհետև 30 տարի ջանջալացրել են Արցախի հանձնումը, Ալիևը բարձրաձայնում ասում է համբերությունը ավարտվեց, այսքան տարի ասում եք հեսա կլուծվի հարցը, հեսա կլուծվի ու չեք լուծում այս հարցը, ես խլում եմ ձեզանից Արցախը, ես իմ Արցախը ինքը ասում է իմ Ղարաբաղը պիտի հետ բերեմ, հիմա երբ որ բոլորով ստորագրել են, դու ոնց չես տալու, դու չես տալու լինելու է պատերազմ, ինչա լինելու այս երկուսի միջև, եթե եղավ պատերազմ, Նիկոլը ասելու է ես ձեզ զգուշացնում եմ, որ լինելու է պատերազմ, սրանք ասելու են Նիկոլը սաղ արեց, մենք չկարացանք կանխել, պատերազմը տեղի է ունենալու, Սյունիքի մասը խլելու են մեզանից, սրանք ասելու են Նիկոլն է մեղավոր, Նիկոլն ասելու է սրանք են մեղավոր, ծանոթ էր, այտենց էլ լինելու է, ու ոչ մեկ չպատժվի, ոչ մեկ չմիջամտի, ոչ մեկին չմեղադրի, մենք այսպես մնանք առանց Արցախ, առանց Սյունիք, մնանք ասենք լա, բա ով էր մեղավոր, հանձնաժողով կստեղծենք, կբացենք մի բան, կիմանանք ինչ էր ոնց էր, չենք իմանա ժողովուրդ ջան, սրանք այս երկուսը ծախում են մեր Հայաստանը, վստահ ասում եմ ձեզ, այս նախկինների հետ կապված, նախկին իշխանավորները, նախկին բիզնեսմենները, միլիարդատերները, ովքեր ժամանակին մի բառ չեն ասի Արցախի մասին, մի գործ չեն արի Արցախի պատերազմը հաղթելու համար, եկել են հիմա մեր ուժեղ Հայաստանը, բարգավաճ Հայաստանը գնացի կռվել էր Հայաստանի, չի արել ոչ մի բան, հանգստացանք, լուծում, մենք պիտի անենք ամենը, որպեսզի բացի սրանցից պարլամենտում հայտնվի երրորդ ուժ, այստեղ ամենակարևորն է, սիրելիներս, հարգելիներս, գնացեք ընտրության, գնացեք ընտրեք, սրանցից բացի որևէ մեկին, այ հիմա թե ում որևէ մեկին կամացից կվերլուծենք և դուք կորոշեք, դիցուք որևէ մեկը հայտնվում է պարլամենտում, որևէ մեկն է, եթե չի հայտնվում, հասկանում եք, կամ հաղթում են սրանք, ես երրորդը իրանք են, այսինքն պարտադիր չի էլի լինի, կարան իրանք լինեն ու ոչ մեկ չլինի, հիմա կարևոր է, որ շեմը անցնի 4% շեմ է, անցողիկի, սրա անցողիկի տոկոսը 4 է, 4-ից ավել ինչքան շատ հավաքի, մեր քյարն են, հիմա տեսեք ինչ է կատարվում, այս քպն, այ միջայլոց քպեի մոտ, եկեք դրսա ջնջամ, շատ կարևոր բան եմ ասում, եթե ես տեղ այս եռյակն եմ գրել, քպեի մոտ կնկատեք սենց փուչուր բանիկներ են կախած, մենք հասկանում ենք, որ ստեղ կան մինիմում 3 ուժ, որոնք բացահայտ են աջակցում Նիկոլին, բայց իրանք շատ փոքր են, կարծես թե անցողիկ չեն այս անգամ, բայց կա մի քաղաքական ուժ, որը ստեղծվել է, եկեք գրեմ հետո արենք, ուրեմն այս ուժը բավականին շանսեր, շատ մեծ շանսեր, բայց շանսեր ունի
4%-ը, եթե իրանք դուրս են գալիս, ապա եկեք ԿՊ-ի հետ միասին իրանց են նայենք, եթե այս 3-ին ենք նայում ԿՊ-ին։ Դա Գուրգեն Սիմոնյան քաղաքական ուժն է։ Գուրգեն Սիմոնյանի քաղաքական կարիերան, ոչ իր գիտական, պատմական, քաղաքագիտական ինչ որ է, խելացի տղա է, լավ տղա է։ Քաղաքական կարիերան սկսվել է Free News ալիքից։ Միանշանակ ինքը 2 տարի անընդհատ ամիսը 1 մինիմում Free News-ի եթերում էր։ Բացում եք YouTube-ը, խփում եք Գուրգեն Սիմոնյան Free News, բերում է տոննայով հաղորդումներ, խելոք տղա է, ինչի եք կանչի հեռուստատեսություն։ Այդ մարդը ոչ մի բան չի արել, ոչ մի բանով առանձնապես չի առհասարակ կանչում են, օրինակ ինձ եթե կանչում են, միտեղ բան են բռնում, ինչ որ մի հատ թեմա է լինում փողոցային, Միքայելին կանչում են հեռուստատեսություն, ասում են Միքայել ջան, այդ ինչ աղա, ոնց եղավ տենց։ Մյուսը քաղաքական ուժակուսակցություն է, մի բան անում, մասնակցում է ընտրությունների, մասնակցում է թիմ ընտրությունների եւ այլն, կոչ է անում, ակցիա է անում, որևէ ֆորմատով պիտի մարդ իրան դրսևորի քաղաքական դաշտում, որ կանչեն։ Կամ դա քաղաքական վերլուծաբան պոպուլիստներն են, որոնց քաղաքական ուժերը վերջնում են, ասում են արգնա այս թեմայով խոսա, այս թեման մեզ պետք է։ Դու գնա որպես տես խելոք մարդ գնա խոսա։ Սա էր Գուրգեն Սիմոնյանի կարիերան։ ԿՊ-ն տվել էր Գուրգեն Սիմոնյանին, ասել էր գնա խոսա մեր օգտին։ Ու Գուրգեն Սիմոնյանը գնացել խոսացել է։ Ինքը ասել է, որ Արցախը այո, մերը չի, մենք պիտի հրաժարվենք, զորքերը պիտի հանենք բնականաբար, այնտեղ չպիտի լինի հայկական կոնտինգենտ եւ Արցախին պիտի ապրի Ադրբեջանի կազմում։ Այս է եղել Գուրգեն Սիմոնյանի թեզը, հետո վատ արձագանքը դաստացին, կփոխելա չէ, Արցախը Հայաստանը, վիդեոներ հետ եք ուզեք տակը կդնեմ։ Արցախը Հայաստանը պիտի լինի, պիտի միջազգային ատյաններում հաստատենք, պիտի վերադարձվի եւ նոր Արցախին գնա այնտեղ ապրելու։ Հիմա երրորդ թեզն է, ինքը ասում է, չէ, պիտի Արցախին գնա այնտեղ մի որոշ ժամանակ ապրի, հետո խապսը տանք բանալենք, sense բերցնենք սաղին, չգիտեմ, երևի Ադրբեջանախառը բերենք հասցնենք գումարենք Հայաստանին։ Ինչ որ sense խառը բաներ ասում, ինքն էլ չի հասկանում այդ բանին ոնց հրահանգը տալիս են։ Եվ ավելին գումարվել է ինչ որ Անտինյան Էդուարդի հետ, որը ուղիղ տեքստերով արցախացիած բաներ է խոսում։ Միանշանակ սա Նիկոլ Փաշինյանի թեզն է, մի ընտրեք Գուրգեն Սիմոնյան, եթե չեք երկրպագում Նիկոլ Փաշինյանին, որովհետև սա լինելու է սատելիտ, որը իր ցանկացած տոկոսը բարձր գումարելու է քաղաքացիական պայմանագրին։ Հիմա վերադառնում ենք ինչ որ մի կուսակցությանը, որը վերցնում է 4%։ Եթե ում համար է սա արագ է, խնդրում եմ հետո երկրորդ անգամ էլ կնայեք։ Ուրեմն ինքը այս 4% աշխատելու է մի պարագայում, եթե սրանցից կապույտը սևը չտանեն 50+%։ Այսինքն եթե ստեղ մենք ունենում ենք 48%, ենթադրենք որ քրիվ չգցեմ, եկեք սևերին էլ տանք 48%։ Հավաքվեց մարդիկ 48, 40, 49, 49 կարալի, կարևորը 51 չլինի։ 51-ի պարագայում ինքը ավտոմատ դառնում է հաղթող, վարչապետը ինքն է։ 48-ի պարագայում ինքը վարչապետ չի։ Իրանց պետք է այս 4%-ից 3%-ը բերել իրանց, այսինքն կոպիտ այս 4%-ը բերել իրանց, որ կարանան դառնան վարչապետ։ Մենք հասկանում ենք, որ 48-44 իրանք դառնում են, երբ որ շեմը չանցածների բոլոր տոկոսները ավտոմատ բաշխվում են այս կուսակցությունների մեջ, դա սկզբնական տոկոսները չեն, ժողովուրդ ուշադրություն դարձրեք։ ԿՊ-ն կարա սկզբից տանի 38, հետո չանցածներինը գումարվի, դառնա 48, կարա դառնա 50+։ Շատ հետաքրքիր է այդել, փոշիացում, որ ասում են, փոշիացման ամենավտանգավոր մասը, երբ որ այն չանցած կուսակցությունները գումարվում է ստեղ ու բոլորին հավասար է, այնպես չի գումարվելու է Նիկոլին ուժեղ Հայաստանին չի գումարվելու, չէ, հավասար է գումարվում, եթե իրանք հավասար 38 են տարել, ապա իրանք հավասար տոկոս կգա, կդառնա 48, հասկացաք, բայց կարա, եթե մի քիչ ասենք 38-30 ա եղել, կարա ավելանա, Նիկոլը կդառնա 50+, շատ վտանգավոր է, բայց եկեք հետո, հիմա պարլամենտում այս ուժերն են, որը 48-ը իշխողն է, 48-ը օպոզիցիան է եւ 4% ինչու է մի փոքր կուսակցություն է, որին բոլորդ իրանց մեջ դուք հիմա բոլորդ փորձում եք ընտրել ձեզ համար։ Հասկանում եք իրանց մեջ։ Մենք հիմա հերքեցինք մարդկանց, ովքեր ընտրելու են սա։ Մի ասեք որ միակ հաղթողը, բանեսի հաղթելու եք, պատերազմա լինելու Սյունիքը հանձնելու ենք։ Սրանց եք տալու, պատերազմ չի լինելու Սյունիքը հանձնելու ենք։ 4%-ը կարա փրկի։ Ինչ անում է 4%-ը ցանկացած կուսակցությունա։ Ցանկացած շարքային կուսակցություն, որ հիմա իր ծրագրով, իր ղեկավարով, իր վարչապետի տեխնացոյով որ գալիս է, ստեղ ինքը ասում է, ես պատրաստ եմ որևէ մեկի հետ համագործակցել։ Իհարկե, եթե ասել են Նիկոլ Փաշինյանի չենք համարում, իրանք բնականաբար գնում են
ուժեղների հետ համագործակցելու։ Ասում են մենք ընտրում ենք կամ այն բուժուր քաղաքական ուժն է, որ ավտոմատ կերպով Նիկոլին հակադրվելով չի հասկանում այս քաղաքականությունը իրանց համար, բայց իրանց կարևորը իրանք ուժեղ մարդն, այսինքն գնալու է, ես միանում եմ, այսինքն Թաթոյանը 4%-անուց ասելու է, ես միանում եմ ուժեղ Հայաստանին, ձենս տալիս եմ Նարեկ Կարապետյանը դարավ վարչապետ։ Էսա անելու կանաչը։ Կարա տա սրան։ Մի քանի կուսակցություն տես կա, որ վստահ տալու են, մի ընտրեք իրանց։ Կան կուսակցություն, որոնք ասում են, կարան ասեն, կարան անեն, կարան ասեն, չէ, դու միացի մեզ։ Դու միացի մեզ։ Մեր 4%-ը փոքր տոկոս է, բայց մենք ուժեղ ենք, որ հաղթենք Նիկոլին։ Տվեք ձեր ձայները, մեր վարչապետը լինի վարչապետ։ Եվ 5 տարի մենք մնանք իշխող ուժ, ձեզ կտանք նախարարություններ, տեղեր, թիմերում կկրեք, ձեզ դες բայց իշխանությունը լինելու ենք մենք։ Հարց 48% էս 4%-ին հավատալու է կամ ընթരാճ գնալու է, հավանաբար ոչ 5 տարի մնա Սամվել Կարապետյանը, ասենք մնա ինչ որ չգիտեմ ինչ որ մեկի, տակ։ Անուններ ուզում եմ չտամ, էլի այն մարդկանց ում վերապահորեն են վերաբերում, անգամ իրենց անունները չեմ տամ, բայց նույն Արման Թաթոյանը չի կարա տա պնդի, հասկանում եք։ Արման Թաթոյանը չի կարա ասի տվեք վարչապետությունից, թե չէ։ Եթե ինքը իրանքը մերժում է ու ոչ մեկ 50% չի ունեն, ուշադիր վերևի երկու ուժերը, այսինքն ոչ թե վերևի, այլ դաժե ուժեղ Հայաստանը, ենթադրում ենք իրանք են շատ տոկոս տներու եւ քաղաքացիական պայմանագիրը գնալու են երկրորդ փուլ, երկուսով։ Հա, ԲՀԿ-ն ու Հայաստանը քարոզելու են, որ պիտի ձայները տանք, մի խոսքով էլի բլոկը շարունակվում է, Թաթոյանին տալու են ընդ կարա գնա, բայց վտանգ կա, որ Նիկոլ Փաշինյանը ավելի խիստ կօգտագործի իր վարչական ռեսուրսը, ավելի մեծ գեղեցիկների կգնա, արդեն այդ ընթացքում կբռնի կդատի բոլորին ում կարա անի եւ կարա շանս ունի, մեծ շանս ունի հաղթելու երկրորդ փուլում։ Մեծ շանս ունի հաղթելու երկրորդ փուլում։ Դրա համար երկրորդ փուլը իմ համար էական չի, սրանցից ով կկրի, հասկանում եք, բայց սրանց համար վտանգավոր է, որ կարող է երկրորդ փուլ գնան, իրանք կպարտվեն, բայց Արման Թաթոյան վարչապետին չեն տա։ Այս է սա հարցը, որ ցանկացած ուժ, որը ուզում է գա այս 4%-ը լինի, հարց լուծի չի լուծելու։ Ինքը մնալու է պարլամենտում, իր ձենը խոսάει, մեր ձենը բարձրաձայնենք, ինչ որ կարևոր, որ մյուս ընտրությունների, տղեկ ջան, մյուս ընտրությունները այս պայմաններում չի լինելու։ 18 թվականի ընտրությունները եղան, որ լինի պատերազմ։ 21 թվի ընտրությունները եղան, որ լեգիտիմացնեն այդ պատերազմը, օրինական համարեն, որ ոչ մեկ մեղավոր չի, որ պատերազմա, որտեղ Նիկոլ Փաշինյանն էլ է մասնակցում, ընտրվում է, եւ կլինի նոր խնդիր, Արցախն է հանձնվելու։ 26 թվականի ընտրությունները նրա համար են, որ լեգիտիմացնեն Արցախ հանձնողին, Նիկոլը հանձնել է, բայց մասնակցում է ընտրություններին, ժողովուրդն մեծ տոկոս է տալու, մեղավոր չի։ Մեղավոր չի Արցախի անկման մեջ, հիմա այս ընտրությունները նրա մասին է, որ հանձնվելու է Սյունիքը։ Եվ 30 թվականի ընտրությունները, 31 թվականի ընտրությունները լինելու են Սյունիքի լեգիտիմացում, դեն շարունակ։ Տղեկ ջան, մի տրամադրվեք 31-ի վրա։ Դրա համար ովքեր ուզում են գան այս ժխորի մեջ, այս ախորի մեջ, հերթական ախորի մեջ, իսկ դուք հասկանում եք, որ ոչ մի հետաքրքիր լավ բան չի լինելու, ինչ որ եղել է նախորդ պարլամենտում, մի բան ավել, ատյացությունը ավելի շատ է լինելու, պատերազմա լինելու, քաոսա լինելու, ու դուք ընդամենը ձեր ձենը չի լսվելու, դուք մնալու եք այս զիբլանոցում, մնալու եք աշխատեք որպես падգամավոր, պարգևավճար ստանաք իմ գրպանից եւ այլն։ Մի արեք այդ բանը։ Այ հիմա որն է սրա լուծումը։ Կա մի փոքր կուսակցություն, որը դուրս է կապույտ, սև եւ այս կանաչ ռեժիմից։ Իդեպ լավ, կանաչ ռեժիմից դուրս է։ Կանաչ ռեժիմի անուններն է ուզում տալ, բայց ասացի, որ չեմ տա։ Կա մի կարմիր կուսակցություն։ Կարմիր կուսակցությունը կոչվում է բոլորին դեմ եմ։ BD, կապ չունի, հասկանաս։ Բոլորին դեմ եմ կուսակցություն։ Սա մասնակից բոլոր կուսակցություններից միակ կուսակցությունը, որը ուրիշ բան է ասում։ Լրիվ ուրիշ բան է ասում։ Ինքը ասում է, ես գալիս եմ 100 օրով։ Ես գալիս եմ 100 օրով։ Մյուս կուսակցությունները գալիս են 5 տարով։ Բոլորը փոքր, մանր, շանս չունեցողները իրան գալիս են մեր վարչապետի տեխնացունալ Դրդիժ Մրդիշյանը
ու ինքը գնում է վարչապետ դառնալու, ինքը կանգնում է, եթե ես դառնամ վարչապետ, բրա տարա տնեցիկս տեն կոմով է քեզ կընտրելու։ Հասկանում եք, բայց վարչապետի տեխնացու են գնում։ Բոլորին դեմ եմ գնում է 100 օրով։ Այ հիմա պատկերացրեք, որ բոլորին դեմ եմ տանում է 4%։ Մինիմումն եմ ասում, ըստ բաների այսօրվա վիճակագրության արդեն այս 4%-ը անցել է։ Ինչ տարբերություն բոլորի դեմ եմ եւ մյուս կանաչ կուսակցությունների։ Բոլորին դեմ եմ ասում է, մենք չենք սատարելու քեզ, չենք սատարել, ձեզ չենք միանալու, բայց թույլ ենք տալի, դուք միանաք մեզ։ Այդ թվում է քաղաքացիական պայմանագիր է։ Սկանդալ էր եղել, այ իրանք համագործակցելու են Նիկոլի հետ։ Չէ, չենք համագործակցում։ Նիկոլը գալիս է խելոք, մտնում է սրա տակ։ Այսինքն բոլորին դեմ եմ ասում վարչապետը մենք ենք, անձինս Նինա Կարապետյանցը, Եզակի միակ կին վարչապետի տեխնացուն է, հրաշալի մարդ, մաքրեմաքուր պատմությունով, կենսագրությունով, մի խոսքով, լավ կին։ Ընտրվել է մեր կողմից, արդար ընտրություններով, Նինա Կարապետյանցը ընտրվել է մեր վարչապետի տեխնացուն, բայց իր ինքը էս համակարգի մեջ անդամ է, մեզանից առանձնապես տարբերվող չի իր այսօրվա լիազորություններով, բայց մեկը պիտի լինի վարչապետ, Նինա Կարապետյանցը, հրաշալի տեխնացություն։ Եթե ընտրում եք քաղաքացիական բան, ընտրում եք Նինա Կարապետյանցին վարչապետ, դուք 100 օր հետո կամ դուք ընտրում եք Նինա Կարապետյանցին վարչապետ, մեր համար տարբերություն չկա։ Ձեր համար էլ ընտրող տարբերություն չկա, որովհետև 100 օր հետո լինելու են նոր ընտրություններ։ Ու մեզ միևնույնն է, թե մեզ ով է տվել այդ լիազորությունը նոր ընտրություններ կազմակերպելու։ Էական չի, կարևորը մենք բոլորին դեմ եմ կազմակերպի նոր ընտրություններ։ Մենք ասելով, մենք բոլորս ովքեր կընտրենք բոլորին դեմ եմ, կկազմակերպի նոր ընտրություններ։ 100 օրվա ընթացքում ընտրական օրենքի մեջ փոխվելու են 3 կետ, որոնց մասին ես հիմա չեմ խոսա, դուք տարբեր տեղեր լսել եք։ Այդ 3 կետերը կփոխվեն եւ ինչ որ ազդեցություն կունենան հաջորդ ընտրություններին, բայց հիմա կասեմ ամենակարևոր բանը, որը որ չի մտնում, չի կարա մտնի ծրագրի մեջ, բայց լինելու է, երբ որ բոլորին դեմ եմ լինի իշխանություն այդ 100 օրվա ընթացքում։ Հիմա մի հատ դրան հասնելուն մի հատ ասենք հասկանանք, ինչի են համաձայնվում այս քաղաքացիական պայմանագիրը չի համաձայնվելու, որովհետև երկրորդ փուլով, եթե չեն համաձայնում, հասկացանք, չէ, գնում ենք երկրորդ փուլ։ Երկրորդ փուլով քաղաքացիական պայմանագիրը գիտի որ հաղթելու է։ Սևերը կասկածում են որ հաղթելու են, բայց երթվել են ժողովրդին, որ անելու են ամենը, որ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ։ Այստեղ է այն տարբերությունը մյուս քաղաքական ուժերի հետ համեմատ, որ եթե տղեկ ջան, եթե դուք մեզ չեք ընտրում, դուք գնում եք երկրորդ փուլ, ապա եթե պարտվեք ու գնելու եք ժողովրդի անեծքի տակ տղեկ, որովհետև դուք եք Նիկոլին բերելու, Նիկոլի վերընտրվելու մեղավորը դուք եք լինելու, մի մտեք այդ անեծքի տակ, ընտրեք բոլորին դեմ եմ որպես վարչապետ եւ կատարեք ձեր խոստումը, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի։ Իսկ 100 օր հետո ձեր ռեսուրսները կգումարեք, կբազմապատկեք, փորձը կգումարեք, ժողովրդի էյֆորիան, որ այլևս Նիկոլ Փաշինյանը չի վարչապետ, այդ էյֆորիան կօգտագործեք երկրորդ նոր արտահերթ ընտրություններին, հսկայական շանս եք ունենալու հաղթելու։ Գնացեք այդ քայլի տղեկ։ Ավելին 100 օր ուշադրություն դարձրեք, ուրեմն գրեմ, որ 100 օր երկրի ղեկավար չի լինելու Նիկոլ Փաշինյանը, չի լինելու է մի փոքր ուժ, որ 100 օրում չի կարա հաբրգի այնքան, որ վարչական ռեսուրս, ոստիկանություն, ԱԱՑ, տիմ բաներ սաղ վեկալի իրա վրա, ու սաղին գանյատանի ու ընտրությունների գնացեք մեզ ընտրեք, չի կարա, ֆիզիկապես չի կարա, որովհետև քաղաքապետն ու մարզպետները իներցիայով դեռ մնալու են կամ սրանք, բոլորին դեմ չի կարա վարչական ռեսուրս, ավելին Նինա Կարապետյանցը արդեն ստորագրել է երթում, որ նոր ընտրություններին չի մասնակցելու, բոլորին դեմ եմ արդեն հայտարարել է, որ
100 օր հետո լուծարվելու է, չի լինելու բոլորին դեմ կուսակցություն։ Չի լինելու, չի մասնակցելու ընտրություններին։ Նինա Կարապետյանցը ոչ падգամավորել չի կարա լինի, ոչ մի մանքը քաղաքականությունից 10 տարով դուրս է գալիս, դա գրավոր կա ստորագրած։ Հասկանում եք։ Այսինքն չի օգտագործելու իր 100 օր վարչապետ լինելը, որ հետո այդ ընտրություններին ինչ որ մի ֆորա ունենա։ Ուստի հայաստանցիք դուք եք հաղթելու։ Նիկոլը չի օգտագործելու վարչական ռեսուրսից, գիտեք, իսկը իր 48%-ի մեծ մասը էդի պլետով ընտրությունների, միտինգների, հավաքների գնացող մարդիկ են։ Պլետով, հմեկով խոսացող, չի 100 օր չի լինելու Փաշինյանից կյանքում։ Որ պահին Փաշինյանը վերացավ մեդիաներից, վերացավ փողոցներից, վերացավ ամեն տեղից, ինքը այլևս փուչի կա, պայթեց, չի լինելու նոր ընտրություններին քպեն չի գնալու մեծ տոկոս վերցնելու։ Ավելին ասեմ, տեսեք ինչքան բան, ինչքան պլյուս է, պլյուս Նիկոլ Փաշինյանը, այդ ես եմ ձեզ խոստանում եմ, եթե բոլորին դեմը եղավ վարչապետ, Նիկոլ Փաշինյանը դատ վելու է։ Նիկոլ Փաշինյանը դատվելու է ժողովուրդ։ Նիկոլ Փաշինյանը դատվելու է, որովհետև 100 օրվա մեջ մենք բացելու ենք պատերազմը հետաքննող ազգային ժողովին կից ստեղծված հանձնաժողովի բոլոր գործերը, հազարավոր քրեական գործերը բացելու ենք, հիմա գաղտնի են, մեր ընտրվելուց հետո բացելու ենք այնտեղ պետական դավաճան է լինելու Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը դատվելու է քաղաքացիական պայմանագիրը Արցախի պատերազմ պարտվելու, Արցախը հանձնելու համար դատվելու է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գործունեությունը արգելափակվելու է։ Մինչև քննությունը պիտի տևի, իհարկե դա մի օրում չի, որ հայտարարեցին, վճիռը խփեցին գնաց բանտ, այդ քրեական գործ է բացվելու, այդ քրեական բազում գործերի մեջ ՔՊ-ի ցուցակի մեծ մասը գնալու է որպես մեղավոր, մեղադրանք առաջարկվելու բոլորին եւ բնականաբար կուսակցության գործունեությունները կասեցվելու է։ Դա նախադեպը կա։ Ժամանակին կհիշեք, օրինակ Լևոնը արգելեց Դաշնակցության կուսակցության ՀՅԴ-ի գործունեությունը։ Բոլորին դեմը կամ առանձին դեպուտատները, այդ թվում նաև դուք ուժեղ Հայաստան եւ Բարգավաճ Հայաստան, դուք նպաստելու եք նրան, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փակվելու է։ Այ եկեք այսա մենք իրագործենք հիմա միասին, ձեր ցավը տանեմ։ Բոլորին դեմում ինչքան շատ տոկոս հավաքեց, այդքան քիչ է ունենալու Նիկոլը, որովհետև իրանցից բացի նրանից, որ մենք տոկոս ենք վերցնում ընտրությունները ընդհանրապես չգնացող մարդկանցից։ Հիմա եթե դուք գիտակցեք, բոլորդ ով տալիս եք մանր կուսակցություններին, եթե մենք միանանք այստեղ, մենք կարող ենք շանս ունենք, ես չեմ ասում որ կրելու են, կարող է իրականում հիմա եթե հնչեցնում եմ այսինքն, լսեք ուժեղ Հայաստան դաշինք մեկ է Բարգավաճ Հայաստան, եթե դուք չգնաք բոլորին դեմ մի հետ համագործակցության, դուք Նիկոլ եք, եթե դուք չգնաք համագործակցության, այս պլանը, որ մի անգամից մի օրում մենք վերացնում ենք Նիկոլ Փաշինյան վարչապետ եւ 100 օրվա ընթացքում վերացնում ենք քաղաքացիական այս թուրքական կուսակցությունը, վերացնում ենք քաղաքական դաշտից։ Եթե դուք չեք գնում այդ համագործակցության, դուք ուրեմն այս ռեժիմը, այս ամենը ուրեմն շինծույա իրար հետ համատեղված է։ Եվ դրա համար ստանալու եք ամեն ինչը, եւ պատերազմ, եւ կորուստներ, եւ անեծքը այս հայ ժողովրդից։ Խնդրում եմ, գիտակցեք սա, տարածեք սա։ Բոլորին դեմը կարա հաղթի։ Ես հնչեցրել եմ կարևոր բան ու վիճեցի իմ ընկերներին, որոնք սա ազգային ժողովրդական բևեռից են։ Ես բարձրաձայն եմ ասում, Գևորգ Սաֆարյան իմ ընկերն է, ու այս երկրի ուժեղ հայ տղեկից է, ում ես սիրում, հարգում, պաշտում եմ, ում կարա հրամանատարություն անի, հետևից գնամ դաժե։ Եթե դուք ուզում եք, որ Գևորգ Սաֆարյանը լինի պարլամենտում, դուք պիտի ընտրեք բոլորին դեմը։ Ազգային ժողովրդական բևեռի աջակիցներ, ընտրում եք բոլորին դեմը, 100 օր հետո նոր ընտրություններ է անում եւ ԱԺԲ-ն գնում է լուրջ տոկոս է վերցնում։ Այս խուժանների մեջ դուք չեք կարա լուրջ տոկոս վերցնեք, որովհետև 18 թվականին չեք վերցրել տոկոս, 21 թվականին չեք վերցրել տոկոս, հիմա չունենալով
Վարուժան Ավետիսյան, Ժիրայր Սեֆիլյան այն առաջնային դեմքերին հիմա փաստորեն այդ ամենը այդքան չի, ռեյտինգը այդքան չի, միտինգների քանակը այդքան չի, ինչն է ձեզ հիմա շանս տալի մտածելու, հույս տալի մտածելու, որ հիմա դուք ավելի ուժեղ եք, քան 21 թվականին, ցավները տանեմ, իմ սիրելի հայրենասեր ժողովուրդ, ազգային ժողովրդական բևեռի աջակիցներ, դուք չեք հաղթելու այս անգամ, իսկ եթե ուզում եք 100 հոտո Գևորգ Սաֆարյանի պես եւ մնացած լավ ձեր մոտի ազնիվ ժողովրդի պես մարդիկ եթե լինեն պարլամենտում ընտրեք բոլորին դեմը Վարուժան Ավետիսյանը լինելու է ազատության մեջ 100 օրվա մեջ 100 օրվա ընթացքում ազատվելու են Սասնա ծռերը հավատացեք ցավները տանեմ Մարության Հայկ ջան աղբերս իմ ուսանող ընկեր ուսանողության տարիների իմ լավ ընկեր դու հասկանում ես որ դու հիմա մտել ես մի դաշտ որը քաղաքապետարանից շատ ավելի մեծ է ես ասում եմ որ դու քաղաքապետարանում քեզ չեն թողին տրվելու դու վիճում ես ահավասիկ տանելով բարձր տոկոս քաղաքապետարանում հաղթելը դժվար է ռեժիմ է եթե մենք չհամախմբվենք չի ստացվելու ոչ մի բան իսկ դու չես ուզում համախմբվել ցավը տանեմ համախմբվի ու եթե հիմա բոլորին դեմը հաղթում է 100 օր հետո քո կուսակցությունը ունենալու է ավելի լավ վարկանիշ ել չեմ ասում նրա մասին որ իրականում քեզ պետք չի վարչապետ լինել կամ այլ բան դու ընտիր քաղաքապետ կարաս լինես ուզում ես լինես քաղաքապետ աղբերս լծվի սրա մեջ եղի քաղաքապետ դարձիր Երևանի քաղաքապետ ինչի եք դուք բոլորդ հիմա մասնատում ես խեղճ ընտրողին բաժանում կտորների որ հետո բոլորս միասին փոշյանանք վերանանք ու այս վերևի սրիկայությանը թողենք որ հաղթի մի արեք այդ բանը տղեկ ջան ցավը տանեմ ընդ էլի անուններ ասի չտամ չեմ կանոն տամ էլի ազնիվ մասնակիցներ կան բոլորդ իր ինքներդ ձեզ հայտարարեք վաղը հայտարարեք գնացեք ընտրեք կամ ժողովուրդը չէ նայեք ղեկավարին կուսակցության շատ դժվար է ասել ինձ մի քվեարկեք գնացեք քվեարկեք բոլորին դեմեն շատ դժվար է իրանց ասել կներեք ես այդ կոչը չեմ անում մի հայտարարեք ոչ մի բայց ընտրողներ ԱԺԲ ընտրողներ նոր ուժ ընտրողներ Սուրեն Պետրոսյան ընտրողներ Արտակ Սարգսյան ընտրողներ Արման Թաթոյան ընտրողներ Լուսավոր Հայաստան ընտրողներ ով մնաց այնտեղ ընտրեք Գուրգեն Սիմոնյան ազնիվ մտածելով որ ինքը հակաիշխանական է այդ մարդիկ ընտրեք բոլորին դեմեմ խելոք համեստ գնացեք ընտրեք բոլորին դեմեմ դոկ կուսակցություն ցավները տանում լիք լավ մարդիկ են հավաքվել այնտեղ գնացեք ընտրեք բոլորին դեմեմ սուս խելոք գնացեք ընտրեք բոլորին դեմեմ ու հաջորդ 100 օր հետո հաջորդ ընտրություններին ձեր քաղաքական ուժերը ստանալու են հսկայական ուժ արդեն նկարագրեցի թե ինչ մեխանիզմով սա է այս ամեն ինչի բանաձևը սա է միասնության ձևաչափը մտածեք ուշադիր տարածեք տվեք սա ձեր հարազատներին բարեկամներին լսում եք դրեք ձեր էջերում ուղարկեք ձեր ղեկավարներին ձեր կուսակցության ղեկավարներին այս քարոզը եթե մենք բոլորս լսենք եւ ծածուկ սա ստացվում է ծածուկ համախմբվենք բոլորին դեմեմի շուրջ բոլորին դեմեմը հաղթելու է եւ ճանապարհը բացելու ճեղքելու է ճանապարհը այն ամենին ինչը մենք ուզում ենք իրականացնել լավ Հայաստանի նոր քաղաքական ուժեր գունավոր քաղաքական ուժերին որոնք ովքեր մեկը մի գույնի է գունավոր վատ մի հասկացեք մեկը մի գույն է երագույն քաղաքական ուժերին ազգային քաղաքական ուժերին բոլորին բացելու է ազնիվ ճանապարհ հասկանում եք ինչ է լինելու 100 օրի եթե հանգարց Ադրբեջանը որոշի հարձակվել եթե իշխանությունը վաղվանից փոխվում է Ադրբեջանը հարձակվում է եթե ընտրվում է 100 օր փաստացի ստացվում է որ հայտարարում ենք ժամանակավոր իշխանություն է այս են թեզնային միջավայր որ ժամանակավոր իշխանություն է պետք կազմել կոալիցիոն իշխանություն է պետք կազմել անցումային կուսակցություններ բարերը սա լսել եք բոլորին դեմը հենց այդ է անցումային ժամանակավոր եւ կոալիցիոն միասնական ինքը բանա անկախ նրանից որ բաները ուժերները ղեկավարները չեն միացել իրար ցավալի է որ չեն միացել որ միանային հիմա արդեն այս զրույցը չէ լինի կարելու ենք չեն միացել հիմա պետք է միանան ընտրողները գնացեք ընտրեք բոլորին դեմը ամբողջ աշխարհին հայտարարվում է որ բոլորին դեմը Նինա Կարապետյանցը հանդիպելու է բոլորի հետ եւ ասելու է մենք ժամանակավոր իշխանություն ենք մենք ժամանակավոր իշխանություն ենք 100 օր հետո գալու է իշխանություն որը
ստորագրելու է կամ չի ստորագրելու, որոշելու է կամ մենք ոչ մի բան չենք կարա։ Թրամփը բերելու է, Ալիևը բերելու է դեմատալու խաղաղություն պայմանավորում, բայց Թրամփի ուղին բա ով պիտի անես, ցավը տանեմ 100 օր հետո Թրամփ ջան, մեռնեմ սրտի, զանգի այդ Ալիևին, այդ հիստերիկին զանգի, ասա 100 օր հետո մարդ կգա կստորագրի։ Մեզանից մենք պատերազմ չենք հրահարում, մենք չենք ուզում ոչ մի բան։ Ու ասա որ չհարցակվի հանգարց։ Մենք մի հատ ներքին ու բորկա ենք անում։ Գեներալնի ու բորկա է Հայաստանում կատարվելու։ Թույլ տվեք մենք դա անենք։ Վլադիմիր Վլադիմիրովիչ, թույլ մենք դա անենք։ Եթե դուք թույլ տաք հիմա 100 օրյա ժամանակավոր իշխանության վրա հարձակում լինի, դուք խայտարակ եք լինելու աշխարհով մեկ։ Դա անթույլատրելի բան է, եթե մենք նեյտրալիտետ ենք հիմա հայտարարում։ Ոչ մի պայմանագիր չի խզվելու, ոչ մի նոր պայմանագիր չի կնքվելու միջազգային ասպարեզում։ Մենք ներքին ու բորկայով ենք զբաղվում։ Ներքին ու բորկայով բոլորին դնում, ասում եմ 3 կարևոր օրենք կա։ Ես այդ կարևոր կետերը կբացեք իրանց էջով կկարդակ չբարձրացան։ 3 այդ կետերը փոխում եմ ու գնում եմ։ Դրա համար 100 օր ընթացքում, 100 օրվա ընթացքում հավատացեք, Ադրբեջանը չի հարձակվելու, խաղաղության պայմանագիր չի լինելու, հանրաքվե հանուն բանը հանելու չի լինելու, թուրքացիացության, թուրքամոլության ոչ մի բան չի լինելու, 100 օր խախանդ գեներալնի ու բորկա ենք անելու միասին, որի հետևանքն է լինելու արդեն նոր ուժեղ լավ քաղաքական ուժի գալը իշխանության։ Եվ դրանից հետո արդեն կերևա։ Եկեք վերցնենք այս 100 օրվա կարևոր այ ժամանակահատվածը։ Էս էր ցավները տանեմ ես եւ մեծ ակնկալիքներ եմ որ սա կարող է ստացվել։ Կրկին ասեմ, տարածեք, ընտրողները թող լսեն, վերլուծեն, հասկանան։ Երկրորդ, երրորդ անգամ էլ նայեք, որ բոլոր իմաստները հատիկ գիտակցեք։ Եթե կուզեք վիճել, կոմենտներում վիճեք, պատրաստ եմ ձեզ ավելի մանրամասն բացատրել։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։